Մի րոպե, մեզ եք ողբի մեջ մեղադրում, վերջերս անկախության հռչակագրի արդիվ, մի հատ հոդված է գրում, ստատուսա հոդվածը, չգիտեմ, ուղերձը, ասում եք զիջումներ չանելու հետևանքով ընդհանուր միտքս է, կարող եմ մեջ բերել նույնիսկ, պատերազմ է, այսինքն դուք գիտակցված մարդ տարել եք մեր պետությունը պատերազմի, ողբ եք կապել ամբողջ հայ ազգի վրա, ու դուք մեզ ինչ-որ ողբի մեջ եք մեղադրում, սա բացառապես քաղաքական նախընտրական քարոզարշավ է, եթե ես գամ հիմա արդեն նրան ինչի մասին խոսում ենք, որովհետև դուք ստացել եք Տրամպի հետ նկար, մեկ էլ մի հատ թուղթ, որի վրա գրած է խաղաղության պայմանագիր, բայց չեք ստացել իրողություններ, որոնք կարող էին նշանակել խաղաղություն, գերիների վերադարձով, տարածքների դեօկուպացիայով, դա էլ երիկ չի, ասում են վերջնական ստորագրման համար, պետք է մի հատ էլ ձեր սահմանադրությունը փոխեք, մեր հասարակությանը հիվանդ են ասում, նվաստացնում են, լավ ինչ եք ստացել, մեր սահմանները բացվել են, չեն բացվել, որ ճանապարհն է ապաշրջափակվել, բացի նրանից, որ մեղրիով հիմա ճանապարհ եք տալիս, ես Գորիս Կապան ճանապարհով անխոչնդոտ կարող եմ գնալ, երազխով ճանապարհը մեզ համար անխոչնդոտ լինելու, թե չի լինելու, այդ որ ասում եք տեխնոլոգիական առաջընթացը թույլ կտա այսպես թե այնպես, վերջին անգամ մեղրի անցակետով երբ եք անցել, բեռնատար մեքենաների վարորդները 5 օր շարունակ մեքենայի մեջ մնում են, մինչև կարողանում են անցնել, դուք խաղաղություն չեք բերել, դուք չեք կարող խաղաղություն բերել այն պայմաններում, երբ որ պատերազմ եք բերել, ողբ եք բերել, հիմա սովորական նախընտրական քարոզչություն եք իրականացնում։ Ես բերել եմ իրական անկախություն, ես բերել եմ իրական պետականություն, ես այն ապագան, որի մասին մենք բոլորս մտածում ենք, թե եռնեք կլինի այդ ապագան, թե չէ, այդ ապագան բերել եմ այսօր, այդ խաղաղությունը այսօր է։